Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևի թե ուղղված է բնապահպանության նախարար Հակոբ Սիմիզյանին։ Բնապահպանությանը չէ, բայց շրջակա միջավայրին կարծում եմ կպատասխանի։ Նախարար Հակոբ Սիմիզյանին, պարոն Սիմիզյան, մեր հանձնաժողովին դիմել էին մի քանի քաղաքացիներ, որոնց հետ տեղի ունեցել առանձին զրույց, ու զրույցի ընթացքում պարզվել է, որ իրանք ունեն Կոտայքի մարզպետարանի հետ 25 տարով պայմանագիր, որով Հանքավանի տարածքում ինչ որ հատվածներ տրվել է անասնապահական նպատակներով, բայց 2009 թվականին էլ կայաց իրանց տեղյակ չպահելով ոչ մի ձև եւ այլն առանց տեղեկացնելու ուրեմն կայացվել է որոշում, որով այդ տարածքները վերածվել են արգելոցների։ Այս քաղաքացիները շարունակել են իրենց գործունեությունը ընդհանրապես տեղյակ չլինելով դրա մասին, բայց անցած տարի իրանք վարչական տուժի են ենթարկվել, չնայած որը հետո բողոքարկելով վերացվել է։ Հիմա մի կողմից այս քաղաքացիները համ ունեն պայմանագիր, համ ունեն փաստաթուղթ, որով այդ տարածքները գյուղատնտեսական նշանակության են, մյուս կողմից ինքը բնության պահպանման տակ գտնվող տարածք է։ Ես ուզում եի հասկանալ նախ տեղյակ եք այս խնդրից թե չէ եւ կարանք մենք այլընտրանքային գոնե ինչ-որ լուծում գտնել, որտեղ սա իրանց միակ գումար վաստակելու միջոցն է եղել։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիզյանը։ Համեցեք, պարոն Սիմիզյան։ Պարոն Պարսիլյան, առանձին հարցին տեղյակ չեմ։ Իհարկե տարօրինակ է, որ մարզպետարանում քննարկվել է եւ մենք տեղյակ չենք, բայց նաեւ եթե հողի նշանակությունը գյուղատնտեսական է, դժվար դա բնապահպանության նախարարության կառավարման տակ լինի։ Պետք է առանձին տեղանքը հասկանանք, տեսնենք ինչ պայմանագրեր են, այսինքն առանձին հարցին տեղյակ չեմ։ Բայց եթե փոխանցեք, կզբաղվենք։ Մեծ հաճույքով կփոխանցեմ, որտեղ ոնց հասկանում եմ տեղի ունեցել տենց թյուրիմացություն, էլի մարդկանց հետ պայմանագիր են կնքել, մի տարի հետո դա դարձրել են պահպանվող տարածք, իրանց առանց տեղյակ պահելու էլի, պետք է այս հետքերով գնալ երևի թե։ Մեր անտարտնտեսությունները բոլորը այս պայն արդեն կառավարման պլանները ունեն, ինչի ենթադրում է, որ սահմանները հստակ են, այսինքն եթե պայմանագրերը կան, սահմանները հստակ են, կհասկանանք որտեղի խնդիրը առաջացել։